Պարտադիր զինծառայության ենթակա քաղաքացիների 69%-ը չի անցնում զինծառայություն, 80-ից 82%-ը առողջական խնդիրների պատրվակով, 4%-ը զորակոչի չի ներկայանում, այսինքն խուսափում է ծառայությունից, իսկ 2000-ից ավելի քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, ուստի զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական տուրք։ Սա 300,000 դրամ աշխատավարձով 50 ամսվա աշխատավարձի մոտակված թիվ է։ Իդեպ մեկ օրենսդրության մեջ արդեն ունենք 15 միլիոն դրամը ծառայություն չանցնելու դիմաց վճարը, որը ընդունել ենք 2024 թվականից եւ գործում է։ Ինչ է ասում այդ օրենքը առաջին ծառայության մասով։ Քաղաքացիները կարող են ծառայել 0 օր եւ վճարել 15 միլիոն դրամ։ Սա նշեմ, որ վերաբերվում է 27-ից 37 տարեկան Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց։ Փաթեթով առաջարկվում է զինծառայության ենթակա լինելու սահմանային 27 տարին դարձնել 32, ինչպես նաև քրեականացնել փորձաքննությունից հրաժարվելը պատիժը սահմանելով 1-ից 3 տարի։ Առաջարկվում է նաև կրճատ զինծառայության անցնելու տարբերակ, այսպես 18-ից 32 տարեկան զորակոչիկների համար առաջարկվում է պետական բյուջե վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս։ Նախատեսվում է, որ 1 կամ 4 ամիս ծառայած քաղաքացիներն ընդգրկվելու են պահեստազորում։ Նախագծի վերաբերյալ վարչապետը դիրքորոշում չի արտահայտել, հայտնեց հեղինակը։ Նիկոլ Փաշինյանն այն ուղարկել է կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամների կարծիքին։ Պաշտպանության նախարարության եւ իրավապահ մարմինների ղեկավար կազմերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով։ Պաշտպանության նախարարությունն առաջարկներ է ներկայացրել, որոնք Սարգսյանն ընդունել է։ Քաղաքացին այնքան թվեր լսեց, այնքան սիրուն թվեր, որոնք ձեր նախագծում չկա։ Հարցը, եկեք բարոյական կողմի վրա։ Ես ունեմ 2 որդի։ Ճկռալով այդ 24 միլիոններ չէ դարձնում։ Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի։ Մի տղուս ծառայությունից ազատեցի։ Այն մյուս տղուս, այդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ։ Ընտանիքի մեջ 2 որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը եւ 2 որդիների միջև հարաբերությունը։ Ես դեռ չեմ ասում օտար քաղաքացիների։ Օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է։ Մենք ունենք ազգային ժողովում падգամավորներ, ում զավակները այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում եւ պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք падգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղան է, փաստացի դպրոցը ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդար է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։ Խտրականության վերաբերյալ սահմանադրական դրույթի անհաղթահարելիություն, կարճաժամկետ ծառայության դեպքում համապատասխան հմտությունների ձեռքբերման խնդիր, կոռուպցիոն խողովակները չփակելու դեպքում ծառայությունից խուսափելու ռիսկերի պահպանում եւ այլն։ Հանձնաժողովի անդամները տասնյակ հարցեր բարձրացրին մի նախագծի վերաբերյալ, որը Հայկ Սարգսյանը միայնակ է մշակել։ 2023 թվականին 500-ից ավել քաղաքացի ազատվել մտավոր հետամնացության կետով առաջի հոդվածով 2024 թվականին թիվը կրկնակի նվազել է դառնալով 220։ Այսինքն խողովակները փակելու աշխատանքները բարեհաջող կատարվում են, բայց ինչպես նշեցի Տիկին Գրիգորյան, այս խողովակները փակելով մենք ունեցել ենք զորակոչից խուսափողների թվի կրկնակի աճ, այսինքն երկիրը լքողների ուղղակիստայով մարդիկ են 1400 հոգի ազատվել են։ Մեր հանրության անգիր գիտի ովքեր են։ Մի քանիսին առնվազն գիտի, ակտիվ ընդդիմադիր sense հարուստ դեմքեր կան։ Մեջները տղերքին ուղղակիստայի եսի միջնկարով ազատել են։ Կրկնակի փորձաքննության են կանչը չեն գնացել։ Քրեականացված չի որտեղ կրկնակի փորձաքննություն, բայց հայրենասեր են, փիս հայրենասեր են, մի հատ է բան են անել։ Մենք ժամկետային սովորական զինծառայող են, ով գնում 2 տարի ծառայում, պետք է ինչ-որ բան տան։ Ըստ Ալեքսանյանի պետք է մտածել նրանց անվճար կրթության ու առողջապահության ապահովագրության մասին։ Հեղինակը դեմ չէ ընդգրկել նախագծում, իսկ կառավարությունն ունի սկզբունքային մի քանի նկատառումներ։ Պնդում է, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման մեջ պետք է սահմանվեն տվյալ որոշմանը համապատասխան կրճատ ժամկետով ծառայության անցնելու դիմումների առավելագույն քանակ կամ քվոտա, իսկ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի կառավարությունը, այսինքն օրենքը պետք է լիազորի գործադիրին պրոցեսն ամբողջությամբ կանոնակարգել։ 20 միլիոն դրամ էր նշել, մենք կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել 24 միլիոն դրամը մեկ ամսվա համար եւ պարոն Սարգսյանը 15 միլիոն դրամ էր առաջարկել եւ մենք նախատեսել ենք 4 ամսվա համար 18 միլիոն դրամ։ Նաև համաձայնություն ենք տվել
կապված քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ 15 միլիոն դրամի գումար վճարելու պայմանին։ Այսինքն, եթե տարեկան ընդամենը 10 հոգի է կարողանալու օգտվի դրանից, օրենքի նախագիծը անիմաստ է, որովհետև այդ 240 միլիոնը ոչինչ չի փոխելու պետական բյուջեում զինծառայողներ բերելու։ Շատ կարևոր էր, որ դուք ասիք, որ մենք չենք ունեցել նման իրավիճակ, որ մարդիկ գան ասեն ուզում ենք պայմանագրային զինծառայող դառնալ, մենք էլ ասենք, վայ ինչ լավ է, բայց մենք գումար չունենք։ Չկա տենց բան։ Առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու խնդիրները, պնդեցին падգամավորներից շատերը։ Այդուհանդերձ հեղինակը պնդեց, որ նախագիծը չի հանում շրջանառությունից, կրկնեց հիմնավորումները։ Նախագիծը ստացավ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։